ատեցի և անարգեցի մեղքը և քո օրենքը սիրեցին։ Զղջացողները պետք է Դավթի նման վերագոչեն ատեցի և անարգեցի մեղքը, քանզի պետք է խորշել և հեռու փախչել մեղքի ժահաղոտությունից, որովհետև իրեն կրողներին տանում է եղցման և ապականության։ Պետք է գիտենալ, որ մեղքը երկու տեսակի է, մեկը կամովին, մյուսը ակամա։ Այն, որ ակամա է անգիտությամբ և տկարությամբ, ներելի է և թողելի, ըստ այնմ թե մի հիշիր իմ մանկության և անգիտության մեղքերը, իսկ այն, որ կամովի է, գիտությամբ և զորությամբ, մահացու է և անթողելի, ըստ առաքյալի, եթե հոժարական մտքով մեղանչենք, մեղքերի քավության համար զոհ պետք չէ, այլ դատաստանի ահեղ սպասում է և հրի վրեժխնդրություն, որ լափելու է նրա հակառակորդներին։ Այս երկու մեղքերն այսպես են զանազանվում. այն, որ ակամա է, սայթաքելն է, իսկ կամովին մեղքերի մեջ թավալվելը, դարձյալ ակաման սխալվելն է, իսկ կամովին մեղանչելն է, դարձյալ ակաման մեղքի պատահարն է, իսկ կամովին մեղքին ծառայելն է, քանզի ով մեղք է գործում, ծառայում է մեղքին, ասում է Տերը։ Պատահարն այնպես է, ինչպես մի մշակ, որ չի հավանում չար տիրոջը, բաժանվում են միմյանցից, իսկ ծառան, որ չի կարող ազատվել, այլ իր կամքով կքել է մեղքի տակ և մեղքը չարչարում է նրան, ինչպես չար տերը ծառային։ Արդ կամովին կրկնակի է, նախ այն է, որ իր կամքով և գիտությամբ է մեղք գործում, և երկրորդ, որ մեղքը գործելուց հետո անզեղչ է մնում նույնի մեջ։ Այդպիսին հիրավի մնում է առանց թողության, քանզի չի զղջում ոչ մեղքից առաջ, ոչ էլ մեղքից հետո, այլ անզեղչ կամքով մնում է նույնի մեջ, ինչպես սատանան, և դատապարտվում է նրա հետ։ Նմանապես կրկնակի է նաև ակաման, նախ որ անգիտությամբ և ոչ կամովի է գործում մեղքը, և երկրորդ, որ գործելուց հետո զղջում է մեղքի համար։ Այսպես սա թողություն է գտնում, որովհետև կամ մեղքից առաջ, կամ մեղքից հետո ունի զղջում և խղճմտանք։ Իսկ թե որն է զղջումը կամ խղճմտանքը կամ ստրջանքը, ասեմ. Սրանք բոլորն էլ առհասարակ հոգում զղջալն ու փոշմանելն են, բայց զանազանապես։ Զղջումը կամքինն է, խղճմտանքը մտքինը, իսկ ստրջանքը զորությանը, և սրանք երեքն էլ մեղքից հետո տիրում են մարդուն։ Այսպես կամովիին դեմ է կանգնում զղջումը, գիտությանփին խղճմտանքը, զորությանփին ստրջանքը։ Սրանց մասին է ասում Հովհաննես առաքյալն իր ընդհանրական թղթում. Եթե մեր սրտերը մեզ չհանդիմանեն, կլինենք սրբված։ Իսկ Պողոս առաքյալը Հռոմեացիների թղթում ասում է. ուր բազմացավ մեղքը, այնտեղ առավել ևս ավելացավ շնորհը։ Սա երեք իմաստ ունի. Նախ հեթանոսների մեջ, որոնք բազմացրել էին մեղքերը կուռքերով և չար գործերով, առավել ևս ավելացավ Քրիստոսի շնորհը հավատքով և բարի գործերով։ Երկրորդ, մկրտվողը, եթե փոքրահասակ երեխա է, սրբվում է միայն սկզբնական մեղքից, իսկ եթե երեսնամյա է, սրբվում է և սկզբնական, և ներգործական մեղքերից, որովհետև այնժամ շնորհն ավելանում է։ Երրորդ, ապաշխարության ժամանակ, ով քիչ մեղքեր ունի և խոստովանում է, քիչն է շնորհվում, իսկ ով շատ և մեծամեծ մեղքեր ունի, շատն ու մեծն է թողնվում և բազում շնորհներ ու պարգևներ է ստանում Աստծուց։ Սա երկու բանով առավել է. նախ, որ մեծ մեղքերի թողությամբ մեծ շնորհ ընդունեց Աստծուց, երկրորդ, որ սա ավելի է սիրում, որը մեծ շնորհն ընդունեց, ըստ այնմ, ով շատ է սիրում, շատ էլ թողություն է գտնում։ Ինչպես օրինակ հուրը, որ շատ նյութ է գտնում,
մեծ բոց է արձակում ու լուսավորում։ Նույնպես եւ ծանր ու մեծամեծ մեղքերի թողության ժամանակ հոգու շնորհն առավել է լուսավորում հոգին։ Եվ քանզի մեղքերի լվացարանը մեղան է եւ զղջումը, եւ որքան առավել է զղջումը սրտում եւ մեղան լեզվին, այնքան առավել է սրբվում մեղքերից, ինչպես ավելի շատ ջրով ավելի լավ է սրբվում զգեստի կեղտը։ Նույնպես եւ մեղքերի ախտը հոգուց, ինչպես ասում է Մարգարեն, եթե ձեր մեղքերն արյան պես կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդարձնեմ ապաշխարությամբ։ Եվ եթե որդան կարմիրի պես առնագույն լինեն, բրդի պես սպիտակ կդարձնեմ զղջմամբ, խոստովանությամբ եւ ապաշխարությամբ։ Դրա համար ասում է. ուր բազմացավ մեղքը, այնտեղ առավել եւս ավելացավ շնորհը։ Այս մասին հայտնապես ասում է Ավետարանում. քաղաքում մի մեղավոր կին կար։ Երբ լսեց, թե Հիսուս նստած է Բորոտ Սիմոնի տանը, յուղ բերեց եւ արտասուքներով թրջում էր նրա ոտքերը։ 3 եղանակով է մարդ գնում ուրիշի տուն, եւ Քրիստոս այս 3 կերպ է գալիս մեր տները, նախ մեծարելով, ինչպես Քրիստոս գնաց Սիմոնի տուն, որը նրան աղաչեց, որպեսզի ճաշի նստի նրա հետ, նույնպես եւ մենք, երբ խնդրում ենք նրան, Քրիստոս գալիս է մեր հոգու տունը։ Երկրորդ կերպ ինքնակամ է գնում, ինչպես գնաց Զաքեոսի տուն, այսպես էլ երբեմն ինքն իր կամքով եւ հոժարությամբ Քրիստոս գալիս եւ հանգչում է մեր մեջ։ Երրորդ կերպ, ինչպես աղքատները շրջում են մեր դռանը, նույնպես եւ Քրիստոս աղքատների կերպարանքով շրջում է մեր դռանը։ Ինչպես Քրիստոսի անունից ասում է հայտնությունը, թե ես բախում եմ դուռը, եթե մեկը բացում է, մտնում եմ նրա մոտ եւ հաց եմ ուտում նրա հետ եւ նա ինձ հետ։ Քանզի Քրիստոս շատ է սիրում գալ եւ բնակվել մարդկանց հետ, այսինքն մեր հոգիներում, եւ լինել մեզ սեղանակից, ինչպես այստեղ բնակվեց Սիմոնի տանն ու սեղանակից եղավ Մարիամ Մագդաղենացուն։ Քանզի նա 3 տեսակ զոհ բերեց Քրիստոսի առջև, բայց թթու էին, եւ Քրիստոս այն ժամ 3 ուրիշ տեսակի կերակուր տվեց։ Առաջին կերակուրը մեղավորի կատարյալ զղջումն էր, իսկ Քրիստոսինը, որ ողորմեց նրան։ Երկրորդ խոստովանելը, իսկ Քրիստոսինը, որ թողություն տվեց նրան։ Երրորդը ապաշխարելը, իսկ Քրիստոսինը, որ նրան տվեց երկնքի արքայությունը ասելով. դուստր գնա խաղաղությամբ, ներված լինեն քո մեղքերը։ Բայց Սիմոնն անարդարացի դատեց Քրիստոսին եւ կնոջը, որովհետեւ մտածեց, եթե սա մարգարե լիներ, կիմանար թե ինչպիսի կին մոտեցավ, եւ Մարիամին, որովհետեւ նրան անմաքուր էր համարում։ Դրա համար Քրիստոս ասաց. Սիմոն, ուզում եմ մի բան հարցնել քեզ։ Մի փոխատու 2 պարտապան ուներ։ Մեկը պարտքեր 500 դահեկան, իսկ մյուսը 50։ 500 պարտքեր Մարիամը, որովհետև ամեն մեղք գործել էր 5 զգայարաններով, կատարյալ 100-ով, եւ 50 պարտքեր Սիմոնը, քանզի ավելի սակավ էր մեղանչել։ Իսկ 50-ը 5 հատ 10 է կամ 10 հատ 5-ը, նա նույնպես 5 զգայարաններով մեղանչել էր 10-բանյա օրենքի դեմ եւ 2-ին էլ շնորհեց։ Քանզի ամեն ոք, որ մեղանչում է, այլևս չի կարող հատուցել առանց Աստծո ողորմության, ինչպես մարդ կարող է ինքն իրեն խորխորատը գցել, բայց ինքնուրույն չի կարող դուրս ելնել։ Իսկ այս մեղավոր կինը բազում բարիքներ է ուսուցանում մեզ։ Նախ, որ այլ մեղավորներ հապաղում են խոստովանել, իսկ սա, երբ լսեց Քրիստոսի մասին, նույն ժամին եկավ խոստովանության։ Երկրորդ, ոմանք մեծ մեղքերը թաքցնում են, որոնցից գարշահոտություն է ելնում, իսկ սա բոլորը հայտնեց ամբողջ յուղը հեղելով։ Երրորդ, որ ուրիշները խոստովանությունից հետո վերադառնում են նախկին մեղքերին իրենց փսխածին, իսկ սա մնաց Հիսուսի ոտքերի մոտ։ Չորրորդ,
որ ուրիշները լրբությամբ պարծենում են իրենց մեղքերով մարդկանց առջև, իսկ սա ամոթով և չէր կարողանում վեր նայել։ 5. Որ ուրիշները ծիծաղելով են խոստովանում, իսկ սա լալով։ 6. Ուրիշները տրտնջալով և տրտմությամբ են ապաշխարում, իսկ սա ուրախությամբ, և սրբում էր իր մազերով, որը պատահումներ, ցույց է տալիս այս աշխարհի հարստությունը, թե պետք է բոլորը հեղել Քրիստոսի ոտքերի վրա, որոնք աղքատներն են, ինչպես որ նա ամբողջ յուղը հեղեց։ Պետք է գիտենալ, որ մեղքերի համար զղջալու պատճառները 6-ն են։ Նախ ծերությունը, երբ սպառվում է մարմնի ախտը և զորանում հոգին ու զղջում է մեղքերի համար։ 2. Հիվանդությունը, երբ նվազում է մարմնի պարարտությունը և տկարանում է։ 3. Աղքատությունը, երբ կերակրի և ըմպելիքի պակասություն է։ 4. Լսելիքի միջոցով լսելով խրատն ու քարոզությունները զղջում ենք մեղքերի համար։ 5. Տեսանելիքի միջոցով տեսնելով աշխարհի պատուհասը զղջում ենք մեղքերի համար, դրանք տեսնելով կամ կրելով։ 6. Ներսում հոգու մեջ Աստծո շնորհի ծագումը, որ լուսավորում է միտքը և մեր կամքն ուղղում է դեպի բարին, ինչպես պոռնիկ կինը զղջաց և արտասուքով թրջում էր Հիսուսի ոտքերը։ Քանզի այս է ճշմարիտ զղջման նշանը, որ խղճմտանքը մորմոքում է սիրտը և վեր բարձրանալով աչքերից արտասուք է հեղում։ Եվ այս ևս պետք է գիտենալ, թե որ պահին է թողնվում մարդու մեղքը՝ զղջման, խոստովանության, թե ապաշխարության։ Քանզի ոմանք ասում են զղջման ժամանակ, եթե զղջալիս է թողնվում, ապա ինչու ենք խոստովանում, եթե խոստովանելիս է թողնվում, ապա ինչու ենք ապաշխարում, և եթե ապաշխարությունն է թողնում, ապա ինչու ենք խոստովանում։ Եվ ինչ է, որ ասում է. ասա քո մեղքերը, որպեսզի արդարացվես, այսինքն խոստովանելովդ։ Եվ երբ հոգոց հանեք և հեծեծեք, կասեմ ահա ես, այսինքն երբ սիրտը զղջա։ Ուրեմն սա տարակույս է և լուծվում է այսպես. երբ սրտում զղջում ենք և ետ ենք դառնում մեղքերից, Աստված նույն պահին թողնում է և հաշտվում է մեղավորի հետ, ինչպես ասում է. դարձեք դեպի ինձ և ես կդառնամ դեպի ձեզ, այսինքն զղջմամբ։ Ինչպես օրինակ, երբ բացում ենք փակ աչքերը, իսկույն տեսնում ենք լույսը, նույնպես երբ սրտում զղջում ենք և ետ ենք դառնում մեղքերից, Աստված ծագեցնում է շնորհի լույսը և թողնում է մեր մեղքը, սակայն թողեց իր կողմից։ Իսկ երբ խոստովանում ենք, մեզանից, մեր անձից սրբվեց և քավվեց մեղքը, ուստի զղջումից հետո պետք է խոստովանել, որպեսզի քահանան մեզ արձակի մեղքի կապից։ Իսկ խոստովանությունից հետո ապաշխարում ենք, քանզի այն, ինչը հավիտենական պարտք էր, զղջմամբ և խոստովանությամբ դարձավ սակավ և ժամանակավոր։ Իսկ երբ ապաշխարում ենք, այսինքն քահանան ինչ լուծվոր դնում է, մեղքի փոխարեն բարիք ենք գործում և ազատվում ենք պատիժներից։ Եվ այս է պատճառը, որ մեղքի գործը մեր հոգու մեջ է ըստ զորության, հիշելը Աստծունն է ըստ արդարության, իսկ հավիտենական տանջանքների մեջ ըստ պատժի։ Որովհետև 3 բան կա մեղքի մեջ, այսինքն գործը, հիշելը և պատիժը։ Գործը մեզ մոտ է, հիշելը Աստծո, իսկ պատիժը տանջանքների մեջ, ինչպես ասացինք։ Արդ երբ զղջում ենք մեղքի համար, Աստված թողնում է մեղքը և հանում իր հիշողությունից։ Երբ խոստովանում ենք, ջնջում ենք մեր անձից և քահանան արձակում է մեղքի զորության կապը։ Իսկ երբ ապաշխարում ենք, ազատվում ենք հավիտենական տանջանքներից, ապա ուրեմն պարզ է մեղքերի թողության ինչպես լինելը, և սրանց օրինակներն ունենք Սուրբ գրքում։
Անիրավ տնտեսը մոտեցած լինելով մահվանը ասում էր. «Գործել չեմ կարող, մուրալ ամաչում եմ», որովհետև ապաշխարության ժամանակն անց էր կացրել և մոտեցել էր մահվանը։ Միտքը կանչեց երկու պարտապաններին, հոգուն և մարմնին, և հոգու մեղքերից թողեց պարտքի կեսը, իսկ մարմնի մեղքերից 1/5-ը, քանի որ միտքը անսանձելի է և դյուրամեղ, իսկ մարմինը կարող ենք սանձել։ Եվ երբ սրանք զղջացին, միտքը մեղքի պատիժներից թողեց պատժի կեսը և 1/5-ը, այսքանը զղջման մասին։ Իսկ խոստովանության մասին օրինակ ունենք Դավթից, երբ ասաց. «Մեղանչեցի Տիրոջ դեմ», ասում է. «Տերը թողեց քո մեղքը և չես մեռնի»։ Սակայն խղճմտանքի սուրը նրա տնից չպակասեց։ Լվացի ասում է ամբողջ գիշեր իմ մահիճը և իմ արտասուքով անկողինս թրջեցի։ Եվ այդ պատճառով հետիոտն փախավ Աբիսողոմից։ Արդ տես, որ հավիտենական պատիժը դարձավ ժամանակավոր, երբ խոստովանեց Նաթանին։ Իմացիր, որ այսպես է լինում բոլոր մեղավորներին, եթե զղջումով, խոստովանությամբ և ապաշխարությամբ քավեն մեղքերը։ Բայց տես, որ ապաշխարության միևնույն գործը և մեր գործած մեղքերի փոխարեն է, և հավիտենական փառք է, ինչպես Սուրբ Եփրեմն է ասում Դավթի մասին։ Որովհետև երեք պատճառով են խոստովանորդու վրա ապաշխարության կարգ դնում. Նախ, որպեսզի ապաշխարությամբ պարսպված հեռանա չարից, երկրորդ, որպեսզի հավիտենական պատիժը չկրի, այլ ժամանակավորը, երրորդ, որովհետև փառք ու պսակ է արդարներին և կատարյալ խոստովանողներին, դարձյալ սրանք մեղքերը քավելու և ապաշխարելու օրինակներ են։ Քանզի ինչպես մեկի սրտանց սիրելին մեռած լինի, և նա հոգ չանի աղետների որևէ վնասի համար, սիրելիի համար տրտմության պատճառով, երկրորդ, ինչպես մի սաստիկ վերք մարմնում, երրորդ, ինչպես անդամներից մի մաս կտրված, որոնք չեն դադարում սրանց համար անչափ արտասուք եղել, նույնը պետք է կրել նաև մեղքերը ապաշխարելիս։ Իսկ ովքեր գալիս են սրան, այսինքն մեղքերն ատելու և քավելու, այսպիսին պետք է լինեն։ Երկինք և դրախտ հրավիրվեցիր, ինչու ես ձգտում դժոխք իջնել և խոցոտող փուշ հավաքել։ Խրատեցիր աչքերդ մյուս զգայարաններով և անդամներով հանդերձ, շարժել դեպի բարին, ինչու ես մեկը արատավոր հայացքի, մյուսները այլ վատթար բաների համար գործադրում։ Խոսում ես զղջալու և բոլոր բարիքները գործելու մասին, սակայն միայն խորհուրդներում, և չես խորհրդածում վախճանի վերջին օրվա մասին, որ վրա է հասնում որոգայթի նման, և այն ժամ ոչ ողբերի ձայնը, և ոչ եղբայրը կփրկի, ոչ փրկագինը և ոչ ունեցվածքը կօգնի, այլ ինչ աչքերի լաց և ատամների կրճտոց, անշեջ հոր ու անքուն որդեր, այրում և պապակում, շոշափելի խավար և ժահահոտ վայր, այն աստիճան, որ սաստկագույն ցավերից չի կարողանում նկատել ոչ ոքի, այլ միայն իրեն է համարում չարչարանքի մեջ և չունի սփոփանք կամ օգնականներ, ինչպես ասվեց։ Եվ արդ, գիտենալով այս ամենը, անձին, ինչու ես դանդաղում, քանզի զղջման և ապաշխարության քաղցր լծի և փոքր բեռների միջոցով կարող ես դյուրությամբ ազատվել այս ամենից և լինել բարիքների մեջ, քանի դեռ սրանք վրա չեն հասել։ Ինչպես մարմնի բժշկության համար կան զորավոր և ազդու դեղեր, այսպես և հոգիների բժշկության համար առ Աստված և առ ընկերը սերը և ողորմությունը կարոտյալների հանդեպ, ինչպես նաև մյուս միջոցները, որին և մեզ արժանացնի Քրիստոս և նրան փառք հավիտյանս, ամեն։